որպես իշխող քաղաքական ուժի անդամ շատ ծանր մեղադրանքներ ուտակեք, այսինքն Արցախը ձախաձեք, ինչ ասեմ, ամենավերջինը ասեմ, որ թրքական վիլայետ ենք պատրաստում մեզ համար, մեր որդիների համար, ինչպես կպատասխանենք։ Այս երկիրը ապրելու կենսունակության, ուրախության համար պիտի լինի, ինչը մեր ժողովուրդը իրական բավական կենսախինդ, կենսունակ ազգ է եւ անընդհատ ստիպել իրան, որ դու պիտի սքես, սքավոր պիտի լինես եւ անընդհատ ինչ որ բեռ ու հետնել ինչ որ բան ներարկել սերնդին եւ ասել դու ես այդ հարցը լուծողել, լուծողեիք այդ հարցը։ Մենք ընդունում ենք, մենք չենք լուծել այդ հարցը, չենք էլ պատրաստվում անդրադառնալ եւ հաջորդ սերնդին չենք փոխանցում նման հարց։ Ինչպես կպատկերացնեք այս ընդդությունները, ինչ ավարտով պիտի ասենք հունիսի 8-ին արթնանք եւ ինչ տեսնենք մենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծ հույս ունեմ, որ վերջնականապես դուռը կփակի նման վարկագիծ դրսևորող քաղաքական ուժերի համար, որովհետեւ այդ ուժերը հախոսում են արժանապատվությունից եւ փորձում են քաղաքացուն մեղադրել արժանապատվություն չունենալու մեջ, այսպես ասեմ։ Բայց եթե նայենք իրանց վերաբերմունքը քաղաքացուն, իսկ իրանց համար քաղաքացին դա գլխականը կա, առուծախի առարկա է։ Շուն ու շանգյալա մոռացել էի դա վերջերս էր հրապարակվել։ Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույց կտա իրենց տեղը իրական։ Բարև ձեզ հարգելի ագնդիրներ, շարունակենք մեր թողարկումները Արևելքի արտագով, ես Սակո Արյանն եմ, հյուրս Զոբին Վարդանյանն է, ԿԲ գուսակցության անդամ, նաև ազգային ժողովի պատգամավոր։ Բարի եկած եք, Տիգին Վարդանյան, ուրախ եմ արիթին համար։ Բարի օր։ Գարտացի լրահոսի մեջ, թե կպատրաստվիք տրամահավաքի քաղաքացիական պայմանագիր, իրոք իշխող գուսակցությունը գարիք ունի, նյութական ինչ-որ ռեսուրսների, թե Իհարկե ունի իշխող գուսակցության նյութական ռեսուրսները հիմնականում հավաքագրվում են, այսինքն նրանով ինչով մեր գուսակցությունը կարող է իր ծախսերը հոգալ, դա մեր անդամների անդամավճարներն են, որոնք մենք վճարում ենք գուսակցությանը եւ նաեւ բնականաբար նախընտրական շրջանում դրա հավաք ենք անում, որի արդյունքում էլ այդ բյուջեն, որը ձևավորվում է, մեզ թույլ է տալիս հոգալ մեր նաեւ նախընտրական քարոզարշավի հետ կապված ծախսերը։ Դուք նաև ուշագրավ էր ինձ համար, որ որովհետև գիտեք, մենք հաջող կխոսենք կուսակցություններու մասին, կուսակցություններու օրենքի մասին, շատ թուրեգաներ գարտալ, որ դուք ներկա եղած եք 30-ը ավելի 40-ը ավելի տեխնազուներու հարց ու պատասխանի, վերջո ինչ ընթացագարկ է եւ արդյոք Պիտի կա օրը, որ մենք ունենանք այնպիսի գուսակցություններ, որ մարդ գուսակցություններ չեն։ Այսօր մենք նաև գտի դարգենք, թե դարբեր քաղաքական ուժեր կներկայանան, ասենք, եթե այս անձը չլինի, այդ գուսակցությունը չի լինի։ Ինչ կմտածեք այս հարցում։ Ես մտածում եմ, որ ճիշտն ասած հեղափոխությունից հետո այդտեղ ժամանակը կարելի ասել մի քիչ սուղ ա եղել, որպեսզի այդ ինստիտուտները հիրավի կայանան, ամբողջությամբ կայանան, բայց մեր կուսակցությունը փորձում է օրինակ ծառայել եւ մենք ինքներս էլ, այսինքն այդ ներքին ժողովրդավարության մոդելի վրա ենք փորձում հենվել եւ կառուցել մեր կուսակցության, ենթադրենք կառուցվածքը, ընտրելով վարչությունն է ընտրվում, այսինքն ընտրվող մարմինը, մեր պատգամավորական ցուցակն է ընտրությունների մասնակցել, քարոզարշավարել եւ ներքին ընտրության արդյունքում ցուցակ ձևավորել, ես հույս ունեմ, որ սա նաև օրինակ կծառայի այլ կուսակցությունների համար, որովհետև ակնհայտ է, որ երբ կուսակցությունները գնում են ընտրության եւ իրանք ուղղակի, այսինքն կարելի ասել ոչ թափանցիկ ձևով ձևավորում են ցուցակ, որտեղ հայտնվում են մարդիկ, որոնք առաջացնում են հարցեր, սա արդեն անվստահության մթնոլորտ է ստեղծում։ Գիտեք, եթե ընդդիմության, ասենք, արմադական ընդդիմության կողմենթի դարգենք, այսօր իրենց համար ոչ թե խնդիրը ԿԲ-ն է, ես դարբեր արիտներով լսած եմ, որ իրենք նույնիսկ բահումը այսպեսի խաղապարներ ալ դարածեցին, որ Նիկոլը թող չլա, ուրիշ մարդ թող լա, ինչ է այս խնդիրը եւ արդյոք Ձեզի համար իրոք Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է, ինչ հիմքերով անփոխարինելի է, ինչպես կտի դարգեք եւ ինչու այդպես կտի դարգեք։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը առաջնորդել է առնվազն եւ Թավշյա հեղափոխությունը
եւ դրանից առաջ չանդրադառնամ նույնիսկ, հա, դրանից առաջվա իրադարձությունները, այո, բայց այդ հեղափոխությունը, որը առաջնորդել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո այսինքն ժողովրդավարությունը վերականգնել է եւ ժողովրդին վերադարձրել է իր իշխանությունը եւ կարելի ասել այդ հեղափոխության արդյունքում ժողովուրդը իր որոշում կայացնելու իրավունքը վերադարձրել է եւ անցել ենք մի տարի հետո պատերազմ ա եղել, այսինքն չենք էլ հասցրել շունչ քաշել, մի տարի հետո պատերազմ, պարտություն եւ այս ամեն ինչի մեջով անցնելով չի ընկրկել եւ առաջնորդել է ժողովրդի միջև բերել ենք հասել ենք այսօր խաղաղության, բարեկեցության եւ լրիվ այլ հեղինակության Հայաստանի Հանրապետության այլ մակարդակ ունի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, այլ ճանաչելիություն ունի, այլ ուրիշ կարգավիճակի մեջ։ Լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Հետևաբար հենց այդ պատճառով էլ թիրախում բնականաբար Նիկոլ Փաշինյանն է, բայց Նիկոլ Փաշինյանը թիրախում է, որովհետև իրականում մեր ձեր ասած արմատական ընդդիմության կարևորագույն խոչընդոտը դա ժողովրդի որոշելու իրավունքն է։ Այսինքն ինքը եթե ժողովուրդն է որոշում կայացնելու, ապա ինքը տեղ չունի այս քաղաքական դաշտում։ Ես կարող եմ այսպես զուգահեռ տանել, հա, եւ հետեւաբար ամենակարևոր բանը, որ ինքը իր համար նպատակը դրել է, դա ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելն է, էսա։ Իսկ ինչքան էլ ասենք մամուլին համար ուդելիք լինի, բայց ինչքան դաժ է մարդու անձնական կյանքի մեջ մտնել, որ մենք վերջին տարիներուն նկատեցինք, նաև վերջերս պարոն վարչապետի եւ իր դիգնոջ հետ իրոք չհասկացանք եւ գրնայինք նաև չհետաքրքրվել, բայց դարձյալ Հայաստանի մեջ այդ մեկը օգտագործվեցավ ինչ պատճառներով դուք ինչպես կդիտարկեք, որպես ասենք քաղաքական շարժարիթեր այդ մեկը, թե օգտագործումը նկատի ունի, թե իրոք ինչ տեղի ունեցավ։ Դե ես ինքս այդքան հակված չեմ դատողություններ անել մարդուն անձնական կյանքի վերաբերյալ, բայց ես տեսնում եմ մի բան, որ ակնհայտ թիրախավորում է գնում, այսինքն վարչապետի եւ ընտանիքի անդամների բնականաբար եւ հասկանալի է, որ վարչապետի Գիտեք, նաև այդ երբ փորձում են իրենք նաև այդ արմատական ընդդիմությունը ներկայանալ որպես ուժեղ, այդ շատ է հնչում այդ ուժեղը, մենք ուժեղ ենք, ուժեղանալու ենք եւ այլն, իրականում եթե մենք հետ հայացնենք վարչապետի բոլոր այն քայլերը եւ անցած ճանապարհը, որ ինքը արել է եւ ինչպես է մարդը կարողացել իրավիճակներում նավարկել առաջնորդել իր ժողովրդին ճշմարտությունը, որովհետև միշտ ճշմարտությունը ասողը առաջին մեղավորը ինքն է, ոչ թե հարցը այն է, որ դա ճշմարտություն է, այլ փորձում են մարդուն դիմադրությանը արժանանում, մարդը ով սկսում է ճշմարտության մասին խոսալ եւ մասնավորապես եթե դու ուտեղ պիտի նաեւ ինչ որ ինքդ քեզ մի հատ վերանայես, մտածես ինչ որ մի բան արդյոք ճիշտ ես մտածել մինչ այդ թե չէ, եւ այս ամենը ինչ վարչապետը արել է եւ այդ համարձակությունը եւ այդ ուժը, որը վարչապետը տիրապետում է, բնականաբար թիրախավորման առարկա է դառնում ընդդիմադիր այդ ուժերի, այսպես ասած, կողմից, այդ թվում նաև իր ընտանիքի անդամները թիրախավորում են։ Ժամանակ շատ զավակներ են իսկական են թիրախավորում, հիմա էլ զավակներն են թիրախավորում, ինչ ընդհանրապես անընդունելի եւ անհասկանալի է։ Բայց ինքը վարչապետը հանգիստ է դանում այս բոլորը, թե ինչ է կարծում։ Ես չեմ կարող դատել հանգիստ, ես չեմ կարծում, որ դա ամեն դեպքում հաճելի է, երբ քո քաղաքական գործունեության պատճառով ընտանիքի անդամները թիրախ են դառնում, բայց դե ունենք այնինչ ունենք, ես հուսամ բարեկրթությունը մի օր եւ դրա համար ենք մենք կառավարությունը հայտարարում է, որ կրթությունը դա ռազմավարությունների ռազմավարությունն է, որտեղ այդ կրթությունը պետք է լինի, որպեսզի բարեկրթություն ձևավորվի մարդկանց մոտ եւ հասկանան թե որտեղ ինչ կարելի է խոսել, որտեղ այն սահմանը, որտեղ պետք է կանգնել։ Գիտեք, Տիգին Վարդանյան, դուք որպես իշխող քաղաքական ուժի անդամ շատ ծանր մեղադրանքներ ուտակեք, այսինքն Արցախը ձախած եք, ինչ ասեմ, ամենավերջինը ասեմ, որ թրկական վիլայետ ենք պատրաստում մեզ համար, մեր որդիների համար,
Դե ինչպես կպատասխանեք։ Մանավանդ այս վերջին թրույթը իսկապես եւ ինչպես դարբեր ուղղություններով աշխատում են այդ ուղղությամբ, որ հասարակության մեջ հիմա փողոցը նույնիսկ հաջող վադահում է, որ մենք հանդիպում ենք մարդկանց, որ շատ արագ կրնա ասել թիմացինին տուն թուրք ես, կապ չունի նյութը։ Սա շատ վատ խոսույթ է, կարծում եմ, որը օգտագործվել է մեր հուզական եւ այսինքն մեր պատմական իրողությունները ինչ որ տեղի ունեց հայ ժողովրդի հետ, սա դարել է գործիք, որպեսզի մարդկանց թրքացման եւ այլ այսպիսի, այսպես ասած, արտահայտություններով վախեցնելով փակ պահեն մեր հարևանների հետ հարաբերություններից, որովհետեւ նույնիսկ եթե խնդիր են եղել երկու ժողովուրդների միջև խնդիր է լինում, ամեն դեպքում ճանապարհը խնդրի լուծման դա այնա, որ մարդիկ պետք է խոսեն իրար հետ։ Այլ տարբերակ չի լինում, եթե դու չես ուզում իշխել մի պետության, ասելով, որ գիտես ինչ, վախեցնելով կողքի պետության, որպեսզի դու անընդհատ լինես այդ փրկիչը, եւ խոսքը սովետական միության եւ հետագայում նաեւ Ռուսաստանի մասին է։ Եվ այս խոսույթը մեր արմատական ընդդիմությունը վերցրել է եւ նա կարծում եմ նաեւ այդ բանի կրողն է ամբողջությամբ, այսինքն այդ մտածելակերպի կրողն է, որ անկախ Հայաստանը պետք չի, որպեսզի Հայաստանը անկախ լինի եւ այո, պետք է դա ինչ որ գաղութային իրավիճակում լինի միշտ Հայաստանը։ Գուբերնիա ասում։ Եվ այո, գուբերնիա լինի եւ օգտագործելով սա եւ մարդկանց այդ հուզականությունը փորձում են ներարկել, բայց խոհեմությունը եւ եթե մի քիչ բանականություն, այսպես ասած, մի քիչ ճիգ գործադրենք, կարող ենք տեսնել, որ եթե անվանապես իմ մասով օրինակ բերեմ, իմ երեխան ծնվել է այստեղ, ունի հայկական անձնագիր, ես ապրում եմ այստեղ, ես որոշում եմ կայացնում Հայաստանի Հանրապետության իմ մասով, հա, ինչքանով ես կարողանում եմ որոշում եմ կայացնում, հետեւաբար նաև իմ երեխայի ապագայի մասին, եւ որևէ մեկը պետք է մտածի, որ ես ուզում եմ, որ իմ երեխային վատ լինի, ոչ, ես ուզում եմ իմ երեխան ապրի ազատ, բաց սահմաններով պետությունում, ինչպես քաղաքակիրթ մնացած պետություններն են։ Եվ անընդհատ այդ պատմական կոմպլեքսների դակ չգքի, էլի, որովհետեւ մենք ժառանգում ենք։ Դա սարսափելի բան է, որը շատ անարդար է սերունդների համար, թե ինչպես իրենց չլուծած հարցերը տարբեր սերունդներ փոխանցել են, ասելով, որ դու պարտավոր ես ինչ-որ մի բան Թուրքիա ախից գալ։ Ու գիտեք, այդ ձևակերպումն էլ է անորոշ եղել, թե ինչ ես պարտավոր անել։ Ինչ ես բահանջում։ Հա դու ինչ-որ բանի կրող ես, բեռը կա, բայց ինչա ձևակերպումը ինչա, լուծումը ձևակերպում կամ լուծումը ինչա։ Չէ, այդ մեկը գա, որ չլինի լուծում։ Իսկ դրա այո, ամբողջ իմաստը եղել է, որ այդ լուծումը չլինի, որ դու անընդհատ այդ սքավորի եւ կքած եղերամայերի։ Եվ հիմա ես կարծում եմ այն, որ մեր ժամանակաշրջանում մի սերունդ է ձևավորվել, որը տեսել է եւ սովետի փլուզում, եւ անկախացում, եւ Ղարաբաղյան շարժում, եւ Թավշյա հեղափոխություն, եւ զուրճի, որ այս սերունդը վերցրել է իր վրա, այդ թվում մեր թիմը վերցրել է իր վրա պատասխանատվություն եւ ասում է, որ ես այլևս չեմ փոխանցելու այդ բեռը հաջորդ սերնդին։ Դա չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց դա նշանակում է, որ հաջորդ սերունդը պիտի ապրելու համար, այս երկիրը ապրելու կենսունակության, ուրախության համար պիտի լինի, ինչը մեր ժողովուրդը իրական բավական կենսախինդ, կենսունակ ազգ է, եւ անընդհատ ստիպել իրան, որ դու պիտի սքես, սքավոր պիտի լինես եւ անընդհատ ինչ որ բեռ ու հետնել ինչ որ բան ներարկել սերնդին եւ ասել դու ես այդ հարցը լուծողեիք այդ հարցը։ Մենք ընդունում ենք, մենք չենք լուծել այդ հարցը, չենք էլ պատրաստվում անդրադառնալ եւ հաջորդ սերնդին չենք փոխանցում նման հարց։ Առնվազն։ Միանշանակ։ Ինչը գարանցնացնեիք իշխող գուսակցության որպես ցերկբերում անցնող 8 տարիներուն, որ 8 տարին բավական մեծ շրջան է իշխող քաղաքական ցանկացած ուժի համար կգարձեմ։ Գիտեք, ես կարծում եմ ցերկբերումը նախ ժողովրդավարությունը, որ մենք սրա մասին շատ ենք խոսում, բայց իր իրական հետևանքները եւ իր հնարավորությունները, որ ինքը տվեց հայ ժողովրդին որոշում կայացնել եւ գալ ձերբազատվել նաեւ հնարավորություն ստանալ որպես Հայաստանի Հանրապետություն, անկախ հանրապետություն հանդես գալ աշխարհում եւ նստել սեղանի շուրջ եւ խոսել հավասարը հավասարի, սա երևի մեր անկախությունը երևի ըստ երևույթին ամրապնդած անկախությունը ամենակարևոր արժեքներից է եւ
չեմ կարող նաև չնշել բնականաբար դրա հետևանքով նաև մեր խաղաղության օրակարգը, որը որ չեմ ասի, որ ավարտել ենք այսինքն այդ process-ը, որովհետև բնականաբար ինքը Էդել են շահագործում այդ խոսքը անդադար աշխատանքի, այսինքն կարիք ունի, ինչպես եւ ժողովրդավարությունը։ Էդ էլ անդադար պետքա դու իրան սնես, ինստիտուցիոնալ զարգացնես, դնես հիմքերի վրա, բան։ Երևի սրանք կարևորագույն ձեռքբերումներն են մեր։ Խոսենք ընտրություններու մասին, շատ կխոսվի, գիտեք, կլսենք հետընտրական սցենարներու մասին, ինչ որ ընդդիմության կողմէ գա այդպիսի հնարավորություն, հերանեկար, ինչպես կպատկերացնեք այս ընտրությունները, ինչ ավարտով պիտի ասենք հունիսի 8-ին արդյունանք եւ ինչ տեսնենք մենք։ Անկախ անշուշտ ցերպապակեն բացարձակ մեծամասնություն ունենալու խորհրդարանի մեջ այդպես ավելի հեշտ կլա կառավարել երկիրը, քան թե ասենք կարիք ունենակ ինչ որ կոալիցիոն իրավիճակի մարչև հայտնվել։ Բնականաբար, ես անկեղծ ասած նայելով այսօրվա դաշտը, այսինքն այս նախընտրական շրջանը, երբ տեսնում եմ այս համատարած ինչ որ ընտրակաշառքների բաժանում։ Այո, շատ ինտենսիվ ձևով է գնում։ Գամ հիմա բացահայտվում է, միշտ էլ եղել է։ Չեմ կարող ասեմ էլի ես կարող է այդպես լինել, որովհետև 2021-ին մենք ուրիշ իրավիճակ էր մեզի համար։ Շատ ուրիշ։ Այո, մենք մահոգենած վիճակի մեջ էինք եւ որում մտք ենք անցնել, որ գաշարք դամալ ցայն կնեմ, հիմա գարձես ուրիշ մեխանիզմ կա, ուրիշ մոդեցում կա։ Եվ դժբախտաբար հասարակության մեջ կան մարդիկ, որ արդարացնում են այդ, նույնիսկ այդ ասում են ինչ կա, որ կորձ աշխատանք առաջարկում։ Ցավում եմ իհարկե նման մոտեցումների համար, բայց ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծ հույս ունեմ, որ վերջնականապես դուրը կփակի, այսինքն նման վարկագիծ դրսևորող քաղաքական ուժերի համար, որովհետև այդ ուժերը խոսում են արժանապատվությունից եւ փորձում են քաղաքացուն մեղադրել արժանապատվություն չունենալու մեջ, այսպես ասեմ, բայց եթե նայենք իրանց վերաբերմունքը քաղաքացուն, այսինքն իրանց համար քաղաքացին դա գլխականակա, առուծախի առարկա է, շուն ու շանգյալա մոռացել էի դա վերջերս էր հրապարակվել եւ հետեւաբար ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույց կտա իրենց տեղը իրական։ Իսկ իշխանության քայլերը այդ առումով, ասենք, հակակոռուպցիոն կոմիտեի քայլերը արդյոք իշխանության վախիտ արտահայտությունն են, թե այս ուժերը կգրնան աջիլ եւ ասենք կաշառքի կամ քաղաքացի ցայնը գրավելու առումով նախակայլեր անելու այդ հարգատրանքը սկացած եք, թե բարձրապես իրենց գործը գնան։ Ես կարծում եմ իրենք իրենց գործն են անում, ավելին ասեմ, ես նույնիսկ նամակներ եմ ստանում, որ քիչ ակտիվ են այդ ինստիտուտները, այսինքն ավելին են պահանջում են քաղաքացիները, ովքեր անհանգիստ են Հայաստանի ապագայի համար եւ հասկանում են, թե ինչպիսի վտանգավոր, այսինքն իրավիճակ կարող են ստեղծել այդ ընտրակաշառքներով եւ այլն։ Եվ հույս ունեմ նաեւ այդ ինստիտուտները այսինքն համապատասխան արձագանքները կտան եւ գործողություններ կիրականացնեն, այսպես ասեմ։ Իսկ ինչու ուժեղ Հայաստանին վրա կենտրոնացած է այս բոլորը ծեր գարձիկով։ Ուժեղ Հայաստանն է փոխբաժանում, ոնց հասկանում եմ։ Այդպես է։ Ընտրակաշառք տալիս, դե այսինքն առնվազն առ այսօր իրանց մոտ այդ ակտիվությունը ոնց հասկանում եմ շատ եւ ինչպես տեսնում ենք չեն խորշում նման քայլերի դիմել։ Ինչը կարծում շատ տհաճ եւ զզվելի է, որովհետեւ եթե էլ մի քիչ բան անենք, այսինքն խորանանք, մեր ինչ որ 3 առաջ որ ստեղծված կուսակցությունը հերիք չի եկել արժանապատվություն եւ խելք սովորեցնի հայ ժողովրդին, հա։ Կարոզարշավի մի հատվածն է։ Եվ մի հատ էլ շունշանգյալ ասելով ինչ որ ընտրակաշառքա բաժանում, սա ուղղակի սարսափելի է, ես կարծում եմ հաջորդը պետք է իսկապես իրեն ընտրությունների արդյունքում ցույց տա իրենց տեղը, թող նստեն իրենց, չգիտեմ ինչերը, հեռանան իրենց հայրենիք, եթե ունեն այդպիսին։
Այս բոլորին անտին դին Վարդանյան դուք մտահոգություն ունիք, որ կբն գրնա սոլիդ իրավիճակով չհայտնվել խորհրդարանի մեջ եւ այն բարակային ինչ կլահագաստեցությունը ձեր կարծիքով։ Գիտեք կոց դուփ եմ, ոչ ոք չգիտե ինչ արդյունքներ պիտի լան եւ մեծակույն ուժը կգործեմ, որ ժողովրդավարական ընթացքն է, որ ես վստահ եմ, որ դուք որպես իշխանություն չեք կեղծեր այս ընտրությունները, որովհետեւ ձեր այնպես չէ որ դուք քաղաքական ասպարեզ հասակ, ցեզի համար գարմիր քիծ է այդ չգեղձելու այդ խնդիրը, ագարականորեն որ գրնան մարդիկ մանիպուլացնել այս խոսքը եւ այլն, բայց ինչ թրույթով գրնակ հագաստել։ Մեր ամենակարևոր կարծում եմ գործիքը, որը առ այսօր օգտագործվել է, դա ժողովրդի հետ խոսելն է, հանդիպել, խոսել, այս մեր ամենակարևոր ինչ կսկակ նակ Երևանի մեջ ընդհանրապես ինչ է խոսույթը։ Դե եթե դեք մեծ քաղաքներում մեջ միշտ ինտիմությունը ավելի ակտիվ է լինում, այո, գիտեմ։ Բայց պետք է նաև խոստով անեմ, որ նույնիսկ ընդդիմադիր հայացքներով, այսինքն ես ինքս իմ անձնական փորձից եմ ասում, որ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, ովքեր 2021-ին մասնավորապես պատերազմից հետո բավականին, այսպես իրենց մանավանդ այդ բանի տակ, հա, այդ խոսույթի տակ, որ մենք հանձնել ենք եւ այլն, ծախել ենք, ներողություն, ինչի հանձնել, կարելի էր ծախել փաստորեն, այդ դրա տակ որ ընդդիմադիր հայացքներ ունեին, հիմա այդ մարդիկ բավականին վերանայել են իրենց հայացքները, իսկ ես անձամբ ճանաչում եմ այդպիսի մարդկանց եւ նույնիսկ եղլադեպ, որ ասում եմ, որ ամաչում խոստով անել, որ ես փաստորեն սխալ եմ եւ չեմ տեսել իրավիճակը, հետեւաբար, բայց սա իմ, այսինքն նեղ, ինչ ասեմ, շրջանակն է, ես ինքս տենց բան չունեմ վիճակագրություն, բայց շուտով քարոզարշավը սկսվելու է եւ մենք կարծում եմ պետք է շարունակաբար խոսենք մարդկանց հետ, այցելենք, հանդիպենք քաղաքացու օրվա հետ կապված կարող եմ ասել, որ այսինքն որտեղ անծանոթ բաներ, չափի չէր, ուզենք կամ ոչ, այո։ Այդալ շահագործվեցա, որ ավելի 24-ի հետ կարեցիք եւ մարդիկ կարեւորում են խաղաղությունը, հասկանալով, որ դա ամենակարևոր այս պահին մեր համար կենսական այլ ընդրանք չունենք։ Իհարկե չունենք։ Նաեւ ծեր, ասենք, մյուս ինտիմատիրները, ասենք, արևմտամետ թևը հաջող ցեզ մեծ թշկո է ընդհանրապես, որ հապկեն դուրս չեք եկած եւ ռուսական, ասենք, զորագանը չեք վդարած 102-րդ ռազմաբազան արևելայերու օգտագործմամբ այդ առումով ինչ որ փոփոխություն կդեսնենք ընդրություններն հետ Տիգին Վարդանյան, եթե շարունակեք մնալ մեծամասնական ուժ, այսինքն ի վերջո մենք պիտի հասկանանք, թե մեր իշխանությունները իրոք դեպի ուր են գնում, Ռուսաստան են գնում, ինքը խորքի մեջ ոչ մի տեղ չենք գնում, բայց մենք քննադատանը ժողովուրդը կուզե, չէ, որովհետև մենք անկախ մեր անձնական տեսակետները մենք ռուսները մեզ գցել են, սա ճշմարտություն է եւ ոչ ոք կրնա այս թեզին թեմը փաստարգը ներկայացնել Արցախի գծով առնվազն, չեմ դեռ դուք ինչպես կմտածեք։ Ինչու Արցախի, երբ Հայաստանի սահմանը հատել էին հայտնի չէ, Հայաստանը օդի մեջ տեղ մնա։ Չէ, ուզում եմ ասել, այդտեղ այնպես չէ, որ մեծ աջակցություն ստացանք հապկի կողմից էլ, ընդհանրապես աջակցություն չէ, ոչ մի այնպես երես թեքեց։ Հա, բայց այս նուրբ թեմա մնա։ Իհարկե նուրբ թեմա է, բայց ես դա նույնիսկ չէի կապի ընտրությունից առաջ, ընտրությունից հետո։ Չեմ կապի դրա հետ, որովհետև իմ տպավորությամբ եւ իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը գործում է, այսինքն ելնելով Հայաստանի Հանրապետության լավագույն շահից, կառավարությունը այդպես է գործում։ Հիմա բոլոր իրադարձություններին համարժեք արձագանք է տվել։ Մենք ունենք բալանսավորման քաղաքականություն, համարժեք արձագանքում ենք իրավիճակին։ Մենք ինքներս չենք պատրաստվում որևէ մեկին որպես մեծ թշնամի ճանաչել, որը մեկի հետ լավ լինել, մյուսի հետ վատ լինել, այսինքն սրա մասին է այդ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը։ Հետեւաբար մնացած ինչ եղել է համարժեք արձագանք իրավիճակին։ Եվ ես կարծում եմ մենք հենց դրանով էլ առաջնորդվելու ենք, այն որը որ լավագույնը կսպասարկի Հայաստանի Հանրապետության շահը, դա էլ կլինի մեր ընտրությունը։
Դարձյալ հետընտրական հարցումը հիմա պիտի իսեք շատ կկենտրոնանամ չեմ ուզեր ցեզի գանխակ հուշագի դեղ տնել, բայց կարևոր է մեր հասարակության համար, օրինակ եկեղեցու հարցը ինչ պիտի լա ընտրություններն իդ։ Հիմա գիտեք լուր այսպես լավան տապած հրապոխի վես է այս խնդիրը, գուզե շատ մեր հասարակությունը եւ ասեմ որ ցավոք սրտի մեր իշխանությունները միավորալ գործընծուցին, նույնիսկ եթե ասենք եկեղեցու բարեփոխումներ առաջադրանքը, որ ինքը միշտ լավ առաջադրանք է, բայց կարծեք ինչ որտեղ սխալ բաներ եղան եւ որևէ մարդ որ կորզը պիտի ինե սխալներ պիտի կորզե։ Ինչպես կպատկերացնեք այս խնդրի հանգուցալուզումը, մանավանդ որ կաթողիկոսը կշարունակե նույն, ասենք շատ ուրախ պիտի լա, որ եթե դուք չդառնաք մեծամասնություն։ Վստահ եմ ես, առնվազն։ Կաթողիկոսը կարծում եմ շատ տխուր էր արդեն իսկ, որ մենք ինքը թավշյա հեղափոխությունից հետո ըստ երևույթին տխրել է, որովհետև որքանով էլ դժվար է ընդունել, բայց մեր փաստացի մեր կաթողիկոսը ավելի շատ քաղաքականացված մարդ է, քան հոգևոր առաջնորդ, եւ բարեփոխումը եկեղեցուն սրա մասին է, որ պետք է եկեղեցուն վերադարձնել իր իրական այն ամբողջ առաքինությունը ինչի համար ինքը կա, հա, այն ամբողջ ինչ ընդհանրապես առաքինություն ունի եկեղեցին, ինչի համար է ինքը եւ այս մաքրել քաղաքական ընդհանրապես տարերից եկեղեցին սրա մասին է եւ կարծում եմ որ այո կտխրի կաթողիկոսը։ Իսկ վերջին հարցումը, եթե դարձյալ ընտրություններում մի երթամ քիչ առաջ կգարտայի Գալուպ անունով կազմակերպ, չեմ գիտեր ինչքանով իրավացի է, նույնիսկ իմ թիմադեդրի է ճիշտրի, որ դուք կունենաք 26%, մյուս ուժերը ՊՀԳ, ուժեղ Հայաստան, Հայաստան Տաշինք եւ ստիպված գլակ ՊՀԳ-ին այդ Տաշինք կազմել։ Կդեսնենք այդ պատկերը, որ բարոն Զարուգյանը եւ Բարոն Փաշինյանը գողքով կազմակերպությանը ես հիշում եմ նաև 21 թվականին հարցումներ էր անում, միշտ ինչ որ հարցումներ անում, որոնք երբեք չեն համապատասխանում, հետո ոչ մի ձև ինքը չի արտացոլվում իրականում, հա, կարծում եմ չարժե ուշադրություն դարձնել դրան ընդհանրապես։ Պիտի լան այսպիսի բաներ։ Սրանք ավելի շատ ուզում են տրամադրություն ստեղծել նման կազմակերպությունները, քան իրականում հարցում են անում, այսինքն իրենք սա անում են, որպեսզի մարդիկ տեսնեն եւ մտածեն, որ այո կա նման հավանականություն կամ տրամադրություն ստեղծելու համար ոչ թե ինչ-որ պատկեր են ցույց տալիս։ Եթե վերջին խոսք պիտի ասեիք հայ քաղաքացին, սեբենք այսօր հունիսի 6-ն է, լրության օր է, կամ նախալրության օրն է, ինչպես կուզեիք թիմել։ Այ ես կուզեմ որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքս էլ այդպես եմ վարվելու իր ընտրությունը կատարի ելնելով ոչ թե ելնելով իր զավակի ապագայի, ինչպես է տեսնում իր զավակի ապագան, ինչպիսի երկրում է տեսնում, արդյոք տեսնում է խաղաղ երկրում, արդյոք տեսնում է անկախ երկրում, արդյոք տեսնում է, որ իր զավակը պիտի որոշումներ կայացնի իր ապագայի համար, եւ այս հարցերին պատասխանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա ընտրության։ Ինչքան գսկամ շատ չեք ջնջեր գուզեք հարկել ազատ գամքը քաղաքացին, թե ինչպես գուզե ընտրել եւ ադի արդեն գարձեմ առաքինություն է առանց այսպես պաթետիկ մեծ բարերու, որոնք քիչ չեն մեր քաղաքական առօրյայի մեջ։ Անգերտ զրույց էր Տիգին Վարդանյան, մեր ագնտիրներն հիշեցնեմ, որ հյուրս Զովինար Վարդանյանն էր, պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նաեւ որտորս ցեզի արկելի ագնտիրներ հետևիլ մեր թողարկումներուն լայք մսեղմել, մեկնաբանություն տողել, նաև դարաձել մեր տեսանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարինացես։